Միանում եմ գործընկերոջս կողմից ներկայացված միջնորդությանը, միանում եմ նշված հիմքերին և հիմնավորումներին, իսկապես գործընկերներից մեկը նաև շատ դիպուկ նշել էր ըստ էության այդ բոլոր կեղծիքները մեղադրական եզրակացությունը հաստատելու պայմաններում ուղարկել են դատարան, այսինքն կամ ընդհանրապես դատախազական հսկողության գործառույթը չի կատարվել կամ չեն ցանկացել կատարել, բայց առաջնային տուժողը դրա պատվարժան դատարան պաշտպանության կողմը չէ, որովհետև բնականաբար պաշտպանության կողմը դա շատ պարզ, արագ, մատչելի կերպով կարողանում է բացահայտել։ Առաջնային տուժողը կարծում եմ հենց դատարանն է, պատվարժան դատարան, որովհետև դատարանին են մոլորեցնում մեղադրական եզրակացությամբ։ Իսկ հնարավոր է նաև դրանում դիտավորությունը հենց այն է, որ բոլորս գիտակցում ենք դատարանը ինչ աստիճան ծանրաբեռնված է, վարույթներով, այլ գործերով, եւ մեղադրական եզրակացությունը հանդես է գալիս որպես մի կարճ ուղեցույց։ Եվ ես չեմ պատկերացնում մի դատարան, որ առաջնային կանխավարկածը վերցնի, որ հնարավոր է մեղադրական եզրակացությունում լինի կեղծիք, լինի սուտ։ Եվ նորմալ է, որ այդպես դատարանը չմտածի։ Բայց սա հենց այդ դեպքերից է, պատվարժան դատարան։ Նաև մյուս տուժողը իհարկե հանրությունն է։ Հանրությունն է, որին հրամցվել է այս կեղծիքը։ Եվ նախաքննական գաղտնիքը հանդես է եկել նաև որպես գործիք հնարավորինս երկար այդ ամենը ապահովելու համար։ Պատվարժան դատարան կարծում եմ ամեն օր չէ, որ մենք տեսել ենք ինչպես է լինում, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվում, այնուհետև որպես մեղադրյալ դատակոչվում է դատարանում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան։ Կարծում եմ մեր նորագույն պատմության մեջ սա չլսված բան է։ Մեր ոչ նորագույն, ընդհանրապես մեր պատմության մեջ սա չլսված բան է։ Պատվարժան դատարան բացարկման ենթակա լինելու տեսանկյունից արդյոք որևէ մի անաչառ դիտորդ կկարողանա հաղթահարել այն շեմը կարծելու, որ այս գործով մեղադրողները կանխակալություն չունեն, ես այդ շեմն եմ առաջարկում հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազանների նկատմամբ։ Հիմա հանրային մեղադրողների նկատմամբ խորին հարգանքով, բայց երկու սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցողն է։ Դատարանում մեղադրանք իբրև պաշտպանող, այնուհետև պատիժ պահանջողը։ Պարզա չէ պատվարժան դատարան, եթե հիմա օրինակ այս գործը չլիներ Չակերտներում ծավալում, ինչպես վերջերս տեսանք Միքայել Սրբազանի նկատմամբ միջին ծանրության հանցանքի նախկինում երբևէ չարատավորված մարդու նկատմամբ ազատազրկում պատժատեսակ ուզել, հենց կներեք ուզել բառ օգտագործեմ։ Ստեղ, չգիտեմ, քրեական օրենսգրքի ինչ հնարավորություն լինի, վստահ եմ Սրբազանի համար դա էլ կարա, եթե ձայնագրությունը կարա կեղծվի, քրեական օրենսգիրքն է կարա կեղծվի, միտեղ գնդակահարություն գտնենք։ Պատվարժան դատարան անկեղծորեն եմ ասում։ Ես վստահ եմ, որ ցանկացած անձի համար, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի համար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը անմեղության կանխավարկածը հարգելով հանդերձ նույնիսկ պատկերացնենք, որ այդպես է, որ դատախազներն իսկապես հարգում են անմեղության կանխավարկածը։ Դա շատ ծանր երևույթ է։ Դա հոգեբանորեն շատ ծանր երևույթ պետք է լինի։ Երկու անգամ դա անելը ինչքան ավելի ծանր պետք է լինի։ Հիմա այդ իմաստով արդյոք նման բեռ պետք է կրեն այս գործով դատախազները։ Ինչքանով է սա ողջամիտ։ Ես կարծում եմ նաև հենց այդ տեսանկյունից էլ ճիշտ է, որ բացարկի միջնորդությունը բավարարվի։ Բայց պատվարժան դատարան ընդհանրապես ես ամեն ինչ կարծում եմ կարանք տնենք մի կողմ եւ մի կոնտեքստում նայենք։ Լավ, անկեղծ պատվարժան դատարան։ Հիմա դատախազները վստահ եմ իրավաբանական պատշաճ գիտելիքներով։ Իսկականից պետք է որ այս բոլոր մարդիկ լինեն կալանավորված։ Լավ, իսկապես։ Ինչն է դրա համաչափությունը, ողջամտությունը, անհրաժեշտությունը, իրավաչափությունը, իսկականից։
Ես գիտեմ, որ օրինակ դատախազները կարող են շատ հանգիստ ասել, որ դա դուք եք որոշել, պատվարժան դատարան։ Իդեպ ես այդ մասով էլ ուղղակի հնարավորություն չունեցա անցանք միջնորդության ներկայացմանը, պատվարժան դատարան ես իմ պրակտիկայում չեմ տեսել, որ վերաքննիչ բողոք ներկայացնեն 26 օր հետո նոր դատարանը գործի նյութերը ուղարկի վերաքննիչ քրեական դատարան։ Ես ընդհանրապես տենց պրակտիկա չեմ ունեցել։ Առնվազն 7 տարվա պատկերով կարող եմ ասել, ես տենց դեպք չեմ տեսել, որը եղավ Արտուր Սարգսյանի դեպքում եւ կարծես ոչ միայն Արտուր Սարգսյանի, այլ անձանց մասով եւս։ Բայց վերադառնալով բուն հարցին, լավ ինչի համար են այս գործով դատախազները, ովքեր պետք է լինեն անաչառ, պետք է լինեն կանխակալ, պետք է առաջնորդվեն իրավունքով եւ օրենքով, այդ աստիճան համառությամբ կալանքը որպես խափանման միջոց պատկերացրել են, որ այս վարույթով պետք է պահպանվի։ Լավ ինչի համար։ Ինչի համար։ Ես գտնում եմ, որ այդ ինչի համարի պատասխանը, եթե մենք որոշակի կաշկանդվածությունից հնարավորություն ունենանք ձեռք ազատվել, այդ պայմանական ոռոգայթից կարողանանք դուրս գալ, ես վստահ եմ մենք նույն կարծիքն ենք ունենալու, որ իհարկե կալանք պետք չի, որ այլ խափանման միջոցներ կան, կարող են համակցության մեջ էլ պատշաճ վարքագիծ ապահովեն, բայց ստացվում ինչ-որ մի խնդիր կա, չէ, որ մենք չենք կարողանում նույն էջի վրա լինել։ Եվ ես կարծում եմ դա բնավ ոչ իրավունքն է, ոչ օրենքն է, դա որոշակի այլ հանգամանքների ազդեցություններն են։ Եվ հենց այդ հանգամանքներից ելնելով էլ ճիշտ է, որ Խուդոյանի ներկայացրած միջնորդությունը բավարար